ուրեմն պաշտոնապես հայտարարում եմ, մեկը մտել էր, ուրեմն մեկնաբանությունը դեռ առանձին կասեմ այդ գաղտնի մասին։ Իմ անունից կարճ ասած մեկը Instagram-ում իմ անուն ազգանունը դե այլանդակություններ։ Պաշտոնապես հայտարարում, ես ոչ Instagram-ում, ոչ էլ ամեն դեպքում նավսյակի ասեմ Twitter-ում ես չունեմ ոչ մի ալիքներ։ Նաև Facebook-ում չկամ, ունեի Facebook-ում, քանի տարի առաջ հեռացրեցի։ Ես միայն այս YouTube ալիքնա, ուրիշ ալիք կար, ավելի մեծ հեռացրեց։ Հետո նոր եմ փորձում Telegram-ում, բայց չգիտեմ ընդ ոնց է, աուդիտորիա ոնց են հավաքում, ինչպես օգտվել։ Եվ Twitter-ում կամ։ Ուրեմն բռնել են screenshot են արել այս ալիքից իմ նկարներով, դրել են Instagram, ուրեմն այդ բոզի տղեն, ով մեկնաբանությունները տեսեք ինչ բոզի տղա է, դրանց հետ կապնված է, ես գիտեմ ու մտա մեկնաբանությունը, մի հատ մտի Twitter, մտի Instagram, մի հատ տես ինչ է, ես ասում եմ, ես չեմ օգտվում Instagram, ինքը չէ, մի հատ մտի, այ բոզի տղա, սրանք ես Նիկոլա այդ Միրզոյան այդ գաղբի, ոչինչ, դուք պատասխանը մուսորներ է, պատասխանը կստանաք Twitter-ում։ Լավ, ասենք առաջ։ Մյուս մեկը մեկնաբանություն ա գրում։ Դու Պիպոյի հետ ինչ գործ ունես։ Դոն Պիպոյի է։ Սիրով պատասխանում եմ, չնայած ասում են ապուչների հետ չեն բանավիճում, սա բանավիճ, ես որերորդ անգամ պատասխանում։ Ես այդ Դոն Պիպո Արտուր Ասատրյանի հետ որպես քաղաքացի ոչ մի գործ չունեմ, չեմ էլ ուզում ունենամ։ Բայց նույն Դոն Պիպո, որ Արտուր Ասատրյանի, որը ներխուժել է քաղաքականության մեջ, կուսակցություններ իրանից դուրս եւ այլն։ Այսինքն քաղաքական դաշտում նա հանդես է գալիս։ Նրա հետ ոչ միայն ես, այլ յուրաքանչյուր Հայաստանի քաղաքացի գործ ունի։ Սա գիտեք ինչ հիշեցի։ Ոնց որ Ղախպա Փաշինյանը գրառում էր, չէ՞ արել։ Ասում է ինձ հետ ինչ գործ ունեք։ Մի կարևոր չի ում տվյալ դեպք։ Ասում է ինձ հետ ինչ գործ ունեք։ Ոնց էլ մի խանգարեք Հայաստանի քաղաքացիներ, մի խանգարեք Նիկոլին։ Մի խանգարեք, թող շարունակի թալանել, պղծել, վաճառել երկիրը։ Ղախպա բոզի տղա։ Դուք հասկանում եք, նման բանասողը բառակապակցություն, ինչ գործ ունեք, սա նաև ցուցանիշ է, տգիտության ծայրահեղ, տգիտության, դեբիլության, սա դեբիլություն է։ Դու բացի այդ անօրեն այդ Նիկոլի ղախպությունը, սա նաև տգիտություն է, բայց դու դեբիլ տգետ, անասուն, իջևանցի անասուն։ Չգիտես, որ յուրաքանչյուր Հայաստանի քաղաքացի գործ ունի յուրաքանչյուր ցանկացած պաշտոնյայի հետ։ Այ իջևանցի ես, այ իջևանցի պիդարաստ ես Նիկոլ, բայց այս դեբիլը կարա վարչապետի աթոռին նստած լինի։ Այդ կարող է ես եմ, թե դու ես, այ Նիկոլ Ղախպա, պիդարաստ քամակում նստել ես վարչապետի աթոռը, պղծում ես այ Ղախպա։ Յուրաքանչյուր Հայաստանի քաղաքացին քո հետ ամիջական գործ ունի, դու բոզի տղա։ Եվ կրկնակի գործ ունի, որտեղ դու անօրեն ես դավադրության արդյունքում անօրեն կերպով զբաղեցել այդ աթոռը։ Լավ, հիմա անվերջ կարելի է խոսել, բայց ոչինչ չի փոխվել։ Ես արդեն ասել, չկա անդիմության լիդերը, եթե ես չեմ, ուրեմն ոչ մի բան չի փոխվի։ Պատկերացրեք մի վարքյան, եթե այդ ընդդիմադիր քաղաքացիների բոլորը համախմբվեն իմ շուրջ, մեկ շաբաթ մաքսիմալ, մեկ շաբաթվա ընթացքում ես հեռացնեմ Նիկոլին, սաղ այդ իր Ղախպա կազմով, բայց դա արդյոք հնարավոր է։ Հայաստանի Հանրապետություն եւ ընդհանրապես քաղաքականությունը այն ոլորտն է, որ ինչքան Ղախպա կա, գցում է իրանց մեյդան։ Քանի անգամ, որերորդ անգամ ասել եմ եւ ասում եմ, բացի ինձանից ճիշտ
ճշմարիտ ընդդիմության առաջնորդ չկա, ուրա կա, ցույց տվեք։ Կամ ինչ-որ մեկը նոր ամտնում քաղաքական դաշտ։ Եթե դու չես ասում, որ Միացյալ Նահանգները համար 1 թշնամին են Հայաստանի Հանրապետության, կապ չունի ինչ պատճառով, քո դեբիլության, տգիտության կամ ուրեմն դու ստահակ ես, նույն Ղախպա Փաշինյանն ես։ Եվ եթե դու չես ասում, որ ԱՄՆ-ի քաղաքացիների եւ Եվրոմիության վիզային երկրի քաղաքացիների նման կերպ է պետք վարվել, ինչպես իրենք են վարվում Հայաստանի քաղաքացիների հետ, մուտքը արգելափակել, դեպորտացնել, նսեմացնել եւ այլն։ Ուրեմն դու էլ նույն Փաշինյանի նման ստահակ Ղախպեն ես, անձնական շահեր, դու Ղախպա ես։ Վերջ, այսքանը բավական է։ Սա լակմուսովի թուղթ է, հասկանում եք։ Եթե ինչ-որ մեկը ինձ նման չի կանգնում, ուզում ես մտնես քաղաքականության դաշտ, եթե չես գնում կանգնում ԱՄՆ-ի դեսպանատան դեմ, ասում ես էս ինչանը հայտարարում եմ, որ դուք Հայաստանի Հանրապետության համար 1 թշնամին եք, եթե չես ասում, եթե չի ասում ինչ-որ, ուրեմն ֆեյք է, սիկտիր արեք։ Սա լակմուսովի թուղթ է, հասկանում եք։